Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն։ Նրա որդի Հիսուս Քրիստոսի արյունը սրբում է մեզ ամեն մեղքից։ Առաջի Հովհաննես 1:7 սրբում է, ասվում է մեր տեքստում, ոչ թե կսրբի։ Բազմաթիվ մարդիկ կարծում են, թե կարող են ներում ակնկալել որպես վերջին հույս, երբ իրենց մահվան մահճում կլինեն։ Օ, որքան ավելի լավ է սրբվել հիմա, քան կախված լինել ներման հավանականությունից, երբ մոտ ես մահվանը։ Ոմանք կարծում են, թե ներման զգացողությունը հնարավոր է ձեռք բերել միայն քրիստոնեական փորձառության երկար տարիներից հետո։ Սակայն մեղքերի թողությունը մի բան է, որ տեղի է ունենում ներկայում, այն արտոնություն է այսօրվա համար, ուրախություն հենց այս ժամի համար, այն պահին, երբ մեղավորը վստահում է Հիսուսին, նա կատարելապես ներված է։ Մեր տեքստը, որ դրված է ներկա ժամանակով, նաև շարունակություն է ենթադրում։ Այն սրբել է երեկ, այն սրբում է այսօր, այն սրբելու է վաղը։ Քեզ հետ միշտ այդպես է լինելու, սիրելի քրիստոնյա, մինչև կանցնես մահվան գետը, դու կարող ես ամեն ժամանակ գալ այս աղբյուրի մոտ, քանի որ այն մինչև հիմա էլ սրբում է։ Նկատիր նաև սրբագործման կատարելությունը։ Նրա որդի Հիսուս Քրիստոսի արյունը սրբում է մեզ ամեն մեղքից, ոչ թե պարզապես մեղքից, այլ ամեն մեղքից։ Թանկագին ընթերցող, ես չեմ կարող փոխանցել քեզ այս խոսքերի անպատմելի քաղցրությունը, բայց աղոթում եմ, որ Սուրբ Հոգի Աստվածը օգնի քեզ ճաշակել դրանից։ Բազմատեսակ են Աստծո դեմ գործած մեր մեղքերը, անկախ նրանից, թե քո պարտքի հաշիվը մեծ է, թե փոքր, այն կարող է վճարվել միևնույն անդորրագրով։ Քրիստոս Հիսուսի արյունն օրհնյալ և աստվածային փրկագին է, թե հայոյող Պետրոսի հանցանքների համար, թե սիրող Հովհաննեսի թերությունների համար։ Այդ արյան շնորհիվ մեր անօրենությունը վերանում է կատարելապես, միանգամից և հավիտյան։ Երանելի կատարելություն, ինչ հիասքանչ թեմա է սա քնելուց առաջ խորհելու համար։ Մեղքերն անծայր են նման երկնքին, հակառակ Տիրոջ արդար օրենքին, ուղղված են նրանք ընդդեմ Սուրբ Աստծուն, նրա արյանը և նրա սիրուն, մեղքերն անհատակ նման օվկիանին, զարկում են նրա անվանն ու փառքին և ալիքվում են ահարկու ծովում, բայց Տերը դարձյալ փրկում է, ներում։